Հայաստանի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 73 միլիոն 470 հազար դրամ, որից 31 միլիոն 719 հազար դրամը Գավառ քաղաքի հացառատ թաղամասի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման, 30 միլիոն 872 հազար դրամը Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար, ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից 10 միլիոն 879 հազար դրամ էլ հատկացվել է Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 վթարված շենքի բնակիչների կողմից կատարված եւ կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկության համաձայն մաքրման կենսաբանական կայանը կկառուցվի հացառատ թաղամասում, որտեղ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվել էր 805 գծամետր երկարության կոյուղագիծ, 400 բնակչի սպասարկման համար։ Նոր կառուցվող կենսաբանական մաքրման կայանում կզտվեն այս կոյուղագծի կեղտաջրերը։ Կենսաբանական մաքրման 3 կայանում էլ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Երևանյան լճի աղտոտվածության նվազեցման նպատակով Հրազդան գետի վրա տեղադրված աղբավորսիչ սարքերի միջոցով մեկ տարվա ընթացքում գետից հեռացվել է շուրջ 75 խորանարդ մետր կենցաղային աղբ։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Աղբավորսիչ ցանցերը տեղադրվել են դեռևս նախորդ տարվանից Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջանների Հրազդան գետի հունային հատվածներում։ Ծրագրի նպատակն է կանխել գետով տեղափոխվող թափոնների կուտակումը եւ նպաստել մայրաքաղաքի բնապահպանական միջավայրի բարելավմանը։ 2026 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ 6%։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն 24.7%, արդյունաբերություն 11.7%, ծառայություններ 9.1%, առևտրի շրջանառություն 0.1%։ 2026 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով, արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը 5.8%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%։